Ես արդեն 5-րդ օրն ավել սպասում եմ, ու 6 օր մարդիկ սպասում են արդեն։ Այսպիսի հերթեր չեն լինի, եթե Մցխեթի Ստեփանցմինդալարս ավտոմայրուղու Գուդաուրի Կոբի ամենադժվար անցանելի հատվածում բացվի նոր ճանապարհը, որի մասին Վրաստանը հայտարարել էր դեռ 2021-ին։ Օրեր առաջ հայտնեցին, ճանապարհի մաս կազմող թունելի շինարարության ավարտը կհետաձգվի մինչև 2028 թվականը, այնինչ պետք է պատրաստ լիներ 2025-ին։ Հայաստանի բեռնափոխադրումների գերակշիռ հատվածը բաժին է ընկնում հենց այս ճանապարհին։ Վրաստանի տարածքով համարյա թե մենք ունենում ենք 100-ից 110 հազար մեքենա տարեկան քանակապես, ես նկատում եմ 20 տոննանոց մեքենաներ, բեռնատար մեքենաներ, իսկ վերին լարսով անցնողը համարյա դրա կեսն է, այսինքն 50-60 հազար մեքենա բաժին են գնում վերին լարսի կետին, որը վառելիք է բերում, հացահատիկ կամ ալյուր կամ մենք արտահանում ենք կոնյակներ, խմիչքներ կամ ասենք թե պահածոներ ենք արտահանում, հագուստ եւ այլն եւ այլն։ Երկու հիմնական պատճառներով են վերին լարսում մեծ խցանումներ առաջանում, մանրամասնում է տնտեսագետը։ Առաջին ու շատ կարևորը վատ եղանակային պայմաններն են։ Երկրորդ խնդիրը այն է արդեն, որ վերին լարսը վերջին տարիներին իր բարձ թողունակությունը մեծացել է, բայց այնքան չի մեծացել, որքան մեծացել են բեռների քանակները։ Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պատճառով Հայաստանից են արտահանման ծավալները մեծացել, ռեէքսպորտի պատճառով, որ այլ երկրներից բերում ենք եւ արտահանում ենք։ Եվ երկրորդը, որ այդ սահմանից նաեւ օգտվում է որոշակի Իրանը, Ադրբեջանը, նաեւ Թուրքիան, ինքը Վրաստանն է օգտվում եւ Հայաստանը, այսինքն առնվազն 5 պետություններ նույն տեղով փորձում են անցնել։ Իսկ յուրաքանչյուր նույնիսկ փոքր ուշացում, օրինակ մի քանի ժամ, ավելացնում է ծախսերը արտահանողի կամ ներկրողի համար։ Մեքենայի պարապորտը փողարժ է, որտեղ մեքենան ոչ բոլոր արտահանողները կամ ներմուծողները ունեն իրենց սեփական մեքենաները։ Եթե նույնիսկ իրենց սեփական մեքենաներ ունեն, նրանք պարտավոր են վարորդին կերակրելու համար գումար ծախսել, մեքենայի վառելիքի համար ծախսել, որտեղ հաճախ մեքենան պիտի վառելիքը վառի, որ կարողանա տաքացնել խցիկը, եթե դրանք այնպիսի ապրանքներ են, որոնք ցրտից կարող են ոչնչանալ ու վնասվել։ Հետևաբար, իսկ երկրորդ դեպքում էլ եթե մեքենան տրանսպորտային այլ ընկերության է պատկանում, ապա այդ տրանսպորտային ընկերությունը ասում է, այդ ժամանակում մեքենան կօգտագործեի 2 անգամ։ Վիճակն ավելի է սրվում նրանց համար, ովքեր շուտ փչացող ապրանքներ են տեղափոխում։ Ես չէ, բայց լրիվ տղերքը փչացող ապրանքներ են բերում։ Նոր տարի է, լրիվ այդ ծնունդը պետք է բերվի, որ վաճառվի։ Խումի մեքենայով հարց չի լուծում։ Ես օրինակ սոկ եմ բերում, կարող է չփչանա, կարող եմ ջերմաստիճանը պահեմ, նորմալ ալնում։ Բայց մնացած մեքենաները կան ապրանքներ, որ լրիվ փչացող ապրանքներ են։ Նոր ճանապարհի կառուցումը առաջին հերթին կօգնի շարունակել երթուղին, անկախ եղանակային պայմաններից։ Մի օր երկու օր թեթև ձուն եկավ, բայց ձունը չխանգարեց, կարելի ասել, ասենք թե մի օր խանգարեց։ Կամ նենց ասեմ, որ վրացական մաքսատունը նորմալ չի աշխատում, էլի շատ դանդաղ աշխատում, իր նման չի։ Գիշերվա ժամերին մինուսա, սառուցա, արկելում ավերացին, այդ համաձայն եմ։ Այս համատեքստում տնտեսագետն ընդգծում է ապաշրջափակման կարևորությունը։ Պետությունները պայքարում են, մրցակցում են արագության վրա։ Ով որ արագ է մատակարարում, նա էլ հաղթող է միջազգային շուկաներում։ Եղանակը կարող է անսպասելի փոխվել, վերին լարսին կարող է անսպասելի խցանվել, վրացական կողմը կարող է անսպասելի ինչ-որ պատճառաբանություններ ստեղծել, հետևաբար դու դառնում ես անկանխատեսելի գործընկեր։ Այս պահին լարսն անցանելի է, սակայն հերթում 2000-ից ավելի մեքենաներ են։ Էմմա Վարդանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։